Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակը, այսօր իմ հյուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Մկրտչյան, որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակնհայտ է, որ թեժանում են կրքերը։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ վերջերս հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունեն ընտրությունից հետո միավորվել եւ վերցնել իշխանությունը։ Հիշում ենք նաև, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի խոսնակի Վետա Տոնոյանն էլ հայտարարեց, որ այդ ամեն ինչը նման է Նոստրադամուսին եւ Վանգային բնորոշ կանխատեսումների։ Ես կխնդրեմ ձեր տեսակետը, արդյոք դուք էլ ունեք այդպիսի մտահոգություն կամ ձեզ էլ է թվում, որ ամեն դեպքում ընդդիմադիր դաշտը ընտրություններից հետո փորձելու է միավորվել եւ անել Գյումրի 2։ Շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար, իրականում ես կույր չեմ, առավել եւս խուլ չեմ եւ ամեն ինչ տեսնում ու լսում եմ եւ Արային հեռուստաընկերության եթերով էր, եթե չեմ սխալվում, Գագիկ Ծառուկյանի տապան տեղափոխված Անդրանիկ Թևանյանը հայտարարում, որ պատրաստվում են Գյումրի 2 իրականացնել։ Ինչի մասին է խոսքը։ Իհարկե, թե Գագիկ Ծառուկյանը, թե Ռուսաստանից գործ ուղված մեծահարուստը, թե տեղական Կիրենկոյի նպատակների համար ծառայողները մի նպատակ են իրենց առաջ դրել Հայաստանի Հանրապետությունում Գյումրի 2 համապետական մասշտաբով իրականացնել եւ իշխանությունը վերցնել։ Այստեղ նորություն չկա։ Եվ ակնհայտ է այդ ամեն ինչը։ Եվ ուղղակի փորձում են հանրության առաջ թատրոն խաղալ, մեկը մյուսին փնովել, մեկը մյուսին մրցակից դիտարկել, մեկը մյուսի հետ ինչ-որ մտածածին տարբերություններ գտնել եւ ներկայացնել հանրության տարբեր շերտերի քվեները կորզելու համար։ Վերջն արդյունքում իհարկե նրանք միավորվելու են եւ Գյումրի 2 իրականացնեն։ Բայց շատ հաճախ մենք լսում ենք, որ երկրորդ եւ երրորդ նախագահների միջև խնդիրներ կան, թիմակիցների մակարդակով եւ անգամ նախագահների, նախկին նախագահների մակարդակով են եղել, չէ՞, այդպիսի արտահայտություններ։ Ես նրա հետ չեմ շփվում, ես մյուսի հետ չեմ շփվում։ Լինում են նաեւ արտահայտություններ տարբեր ուժերից, որ չենք համագործակցելու իրար հետ։ Լսեք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը ինձ համար շարունակում է մնալ սիամական զույգ։ Մեկը մյուսին սպասարկող, մեկը մյուսի համար ընդհուպ մարտի մեկեր իրականացնող շրջանակը։ Դուք ոնց եք պատկերացնում Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1 իրականացրեց հանուն Սերժ Սարգսյանին իշխանության բերելու։ Կարող է այսօր խնդիրներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ։ Իհարկե ոչ, դա թատրոնի եւ բեմականացված քաղաքական այսպիսի դրսևորումների արդյունք է։ Չկա այդպիսի բան, նրանք միասին են եւ վերջն արդյունքում նրանց նպատակները կարելի է դիտարկել։ Ինչի մասին է խոսում։ Ամբողջական իշխանապողության։ Տեսեք, այդ հենց այդ նպատակները բացահայտում է բուն իրենց հերահար ծրագրերը եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբ որ գա պահը Գյումրու օրինակով, ինչպես օրինակ Մարտուն Գրիգորյանը գնաց եւ իր ողերիմ թշնամի Վարդանիկին կաշառակեր ընտրեց քաղաքապետ, նույն սկզբունքով Սերժ Սարգսյանը կամ նրա թիմակիցները կամ նրա արբանյակները, որ հիմա հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում, գնալու են եւ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ չգիտեմ մեկ այլ երրորդ տեխնացուի ով Ռուսաստանի սրտի տեխնացուն կլինի, ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս դեպքում ինչ պիտի անի իշխանությունը, որովհետև իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, օրինակ Վահագն Ալեքսանյանը, որ ծոծորակներդ կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի, Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին եւ տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը։ Բայց էլի եմ ցիտում նաև Վետա Տոնոյանին, նա էլ ասաց Գյումրի 2 ձևակերպումից ինչու է նեղվում իշխանությունը ընտրական եւ հետընտրական գործընթացում ոչ մի խախտում չի եղել, ոչ մի հակասահմանադրական գործընթաց չի եղել։ Ահա, վերջից գանք։ Նախընտրական գործընթացում խախտումներն արդեն իսկ ակնհայտ են։ Սամվել Կարապետյանի թափառական ավտոբուսները, որ շրջում են Հայաստանի Հանրապետության տարածքում, սա արդեն իսկ խախտում է։ Եթե ոչ, ապա Կարապետյանի թիմը թող հենց վաղը հայտարարի, որ պատրաստվում են հրաժարվել իրենց 5 կետանոց ծրագրերից։ Սրանք նախընտրական ծրագրեր են, նախընտրական ծրագրի դրույթներ են, որոնք ամրագրված են իրենց թափառական ավտոբուսների վրա հանրապետությունով մեկ։ Իսկ նախընտրական քարոզարշավը դեռևս չի սկսվել։
Էլ չեմ խոսում ֆինանսական թափանցիկության մասին։ Այդ կուսակցությունը կամ այդ շարժումը ֆինանսական թափանցիկություն ապահովում է թե ոչ։ Որտեղից են այդ ֆինանսները գալիս։ Որտեղից են այդ ֆինանսները գալիս ու ծախսվում Հայաստանի Հանրապետության ներսում։ Վահագն Ալեքսանյանը փոխանակ Գագիկ Ծառուկյան իրենց բնորոշմամբ խոշոր սեփականատիրոջը հերթական անգամ վերածեն օլիգարխի, թող պատասխանեն մի պարզ ու հստակ հարցի 2021 թվականին ստացած Պողպատյա մանդատը ուր կորավ։ Ինչի՞ չի գործում այդ մանդատը կամ ինչի՞ չի գործել միջև այս պահը այդ մանդատը։ Կներեք էլի ինչ պիտի անեին Հայաստանում առնվազն արդարություն եւ արդարադատություն հաստատեին։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը մաքրեին։ Եվրոպացի գործընկերների կողմից տրամադրված միջոցները հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար նպատակային ծախսեին եւ նպատակային օգտագործեին։ Շատ քաղաքագետ Ռուսաստանի Դաշնությունից կուրացիայի ենթարկվող գործիչներին ուղղակի լուսանցքում թողնեին։ Իսկն արգել են օրենսդրական նախաձեռնությամբ արգել են մասնակցել ընտրություններին, ընտրական գործընթացներին։ Կարող եմ ասել, Մոլդովայի օրինակով արգել էին, բարեկամ Ֆրանսիայի օրինակով արգել էին եւ արգել են ու պիտի արգել են։ Ես կարծում եմ, որ ի վերջո իշխանություններն ու իրավապահ համակարգը իրենց խոսքը պետք է ասեն այստեղ։ Բոլորին Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան տեղավորվում են առնվազն օրենքի մեջ եւ նրանք կարող են մասնակցել, բայց օրինակ Սամվել Կարապետյանի մասնակցությունը խորը հարցեր է առաջացնում մեզ մոտ։ Իրավունք ունի Սամվել Կարապետյան ընտրություններին մասնակցելու թե ոչ։ Ի վերջո այդ մարդը հանդիսանում է մի քանի երկրի քաղաքացի։ Երկրներից մեկում ունի կուտակած միլիարդավոր դոլարների կապիտալ։ Այդպիսով խոցելի է նա։ Հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կետերը փոխելու արդյունքում իշխանությունը ամբողջական վերցնելու, վարչապետ դառնալու։ Սա խնդիր է թե ոչ։ Գյումրիում էլ իրականում իշխանությունները հանուն արդարության պետք է ասեն, որ մտան մրցավազքի մեջ ուզուրպատորների, թալանչիների, գողերի, մարդասպանների, հանցագործների հետ։ Արդյունքը տեսանք։ Երբ որ Գյումրիում Երևանից քաղաքական հայտարարություններ էին հնչում առողջ քաղաքական եւ ժողովրդավարական քաղաքական ուժերի կողմից, Շիրակի մարզպետը հայտարարում էր, որ այստեղ քաղաքականություն մի խաղացեք, սա Գյումրու ներքին խնդիրն է։ Եվ այդ ներքին խնդրի համատեքստում նրանք մրցավազքի մեջ մտան, կրկնում եմ, ուզուրպատորների, գողերի ու հանցագործների։ Սամվել Կարապետյանի թիմակիցները հիմա հայտարարում են, որ ինքը հավակնում է լինել ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետը եւ առաջարկում են 300,000 նոր աշխատատեղեր, 1000 ու մի եկեղեցիներ, 1000 ու մի դպրոցներ, պարապ-սարապ ժողովուրդ, որ օթից գումարը կընկնի իրենք կապրեն, դա պոպուլիզմ է։ Դա պոպուլիզմ էլ չի։ Չգիտեմ որ ժաներից է, դա հեքիաթների ժաներից է։ Այդ լսել ենք, այդ գիտենք։ Դա լավագույնս իրականացնում է այդ հայտարարությունները, լավագույնս իրականացնում է Սամվել Կարապետյանի Եգյանը։ Մենք լսում ենք դա։ Ժողովուրդն էլ լսում, տեսնում է, գիտակցում է ինչ է իր շուրջ տեղի ունենում։ Իշխանությունը, պետությունը պիտի գործի այստեղ, թե չէ։ Պետության համը ի վերջո պիտի զգան այս շրջանակները ժողովի գործառույթ, այն ինչ որ դուք առաջարկում ազգային ժողովի գործառույթ է, իրավապահ համակարգի գործառույթ է, քաղաքական որոշումների եւ կամքի արդյունք պետք է լինի։ Այս հատվածը դուք առաջարկում եք, որ ես առաջարկում եմ առնվազն մի քանի քաղաքական ուժերի, այն քաղաքական ուժերը, ովքեր որ կա կասկածներ եւ ընդհուպ գուցե նաեւ ապացույցներ, ես համոզված եմ նաեւ իրավապահների ձեռքում կլինեն ապացույցներ, առնվազն հատուկ ծառայությունների ձեռքում կլինեն ապացույցներ։ Այն շրջանակը, որը որ կուրացիայի է ենթարկվում դրսի ուժերի կողմից, Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ զբաղվելու իրավունք պետք է ուղղակի չունենա։ Եվ նրանք պետք է դրվեն դրսի ուժեր ասելով դուք նկատի ունեք Ռուսաստանի Դաշնությանը, այո։ Ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում փորձում են խեղդել ժողովրդավարությունը, ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ են դնում, ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում ընդհուպ չեն բացառել եղել է ժամանակահատված պետական լեզուն փոխելու այսպես հնարավորությունը նույն Սամվել Կարապետյանը նկատի ունեք։ Եվ այդ ուժերին պետք է ուղղակի դուրս թողնել քաղաքականությունից օրենքով եւ շատ բիրտ, շատ կոշտ միջոցներով։ Օրինակ օրենքի գերակայություն պետք է լինի այստեղ։ Տեսեք, այս օրենքի առաջ պետք է հավասար լինել։ Այդ համատեքստում
Սամվել Կարապետյանը արտոնյալ չի, անկախ նրանից, թե ինչքան գումար ունի ինքը։ Մի քաղաքագետ այս վերջերս հայտարարեց, որ երբ Ֆրանսիայից են խոսում կամ եվրոպական որևէ երկրներից խոսում են Հայաստանում սպասվող ընտրությունների մասին, դա նորմալ է։ Երբ Ռուսաստանից են խոսում, արևմտամետ քաղաքագետները ասում են, այ Ռուսաստանը փորձում է միջամտել։ Տեսեք, Ֆրանսիայից դուք երբևէ լսել եք հայտարարություն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնեն, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը առաջնային դիրքերում չդնեն, մարդու իրավունքներից չխոսեն, համեմատելի է։ Ինչի մասին է խոսքը։ Եվ հիմա դուք առաջարկում եք հնարավորին բոլոր մեխանիզմներով, այդ թվում բիրտ կերպով արգելել Սամվել Կարապետյանի եւ նրա ուժի մասնակցությունը ընտրություններին։ Եվ ոչ միայն, քաղաքական դաշտում այդպիսի ուժեր շատ կան։ Կիրիենկոն եւ իր արբանյակները Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են։ Ես կրկնում եմ, հատուկ ծառայություններն ունեն այդ ողջ փաթեթը ինֆորմացիոն եւ իրենք կարող են գործել։ Այլ հարց կա քաղաքական կամք գնալու այդ ճանապարհով, թե չկա։ Այլ հարց, քաղաքական նպատակահարմարությունը թույլ է տալիս դա անել, թե ոչ։ Իսկ իմ կարծիքով իշխանությունը կրակի հետ է խաղում եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ուղղակի իրեն հարմար ընդդիմություն է փորձում կերտել։ Վարչապետի տեխնացուները գնալով ավելանում են, երեք նաև Արման Թաթոյանը հայտարարեց, որ վարչապետի տեխնացու է լինելու մասնակցություն։ Արման Թաթոյանը ով է։ Սերժ Սարգսյանի մարդու իրավունքների պաշտպանը։ Սերժ Սարգսյանի օրոք ընտրված մարդու իրավունքների պաշտպանը, ում օրոք սպանվեց հացբերողը։ Դե այդպես լինի, մենք բոլոր ուժերին կարող ենք ինչ-որ մի կերպ մեկին ասոցացնել։ Պետք է անենք։ Իսկ կներեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիշողությունն այդքան կարճ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիշողությունը սկսվում է 1991 թվականից, միջանկյալ 99 թվականի հոկտեմբերի 27 Կտրիշ Ներսյանի ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությամբ, ոճրագործությամբ 27-ի եւ այդպես շարունակվում է մինչեւ մեր օրեր։ Այդ հիշողությանը, երբ որ բախվում են քաղաքական շատ ուժեր եւ գործիչներ, նրանցից ուղղակի բան չի մնում։ Դուք խոսեցիք 91 թվականից սկսած, հետեւաբար ինձ մոտ հարց առաջացավ, դուք երևի տեսել եք Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Առհասարակ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունները, այս դեպքում կա հենց հստակ աջակցություն նույն Սամվել Կարապետյանի ուժին։ Ես կարծում եմ Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ հնարավոր է մի իրավիճակ ստեղծվի, երբ որ Սամվել Կարապետյանի քաղաքական, ճակերտավոր քաղաքական ուժը լուսանցքում դրվի օրենքի ուժով եւ կարծում եմ այստեղ Տեր-Պետրոսյանը փորձում է հակի ցուցակում տեղավորել Սամվել Կարապետյանին եւ յուր շրջապատին։ Դա էլ կարելի է դիտարկել։ Իզուր չի Տեր-Պետրոսյանի հայտարարությունները։ Եվ ես չեմ բացառում, որ ինչ որ մի պահի նաեւ Սամվել Կարապետյանի շրջապատը, այդ թվում նրա Եգյանը, կարող են հայտնվել հակի ցուցակում։ Եթե իշխանությունները որոշեն այդ ճանապարհով գնալ։ Պարոն Մկրտչյան, տեսեք, դուք ասացիք, այս մեկին պետք է արգելել, այն մեկը սրա հետ է ասոցացվում, մյուսը այն մյուսի հետ է ասոցացվում։ Ես չեմ ասում։ Համաձայն Եվրոպացի գործընկերները, երբ որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար միլիոնավոր եվրոներ են մեզ տրամադրել։ Կներեք, այդ միլիոնավոր եվրոները չեն տրամադրել, որ ովքեր մասնակցեն ինքնանպատակ ծախսվի կամ ինքնանպատակ ծառայեցվի։ Հիբրիդային պատերազմի բոլոր գործիքները պետքա դուրս թրվեն։ Այն ուժերը պետքա մասնակցեն, ովքեր կասկածի տակ չեն դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, խաղաղությունը, Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագիրը կասկածի տակ չեն դնում, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ել ավելի խորացված հարաբերություններ են պատկերացնում։ Այս ուժերը պետք է մասնակցեն եւ այս ուժերի միջև պիտի այդ մրցակցությունը լինի։ Իշխանական падգամավորներից մի քանիսը այսպիսի հայտարարություններ արեցին, որ հունիսի 7-ին լինելու է ընտրություն խաղաղության եւ պատերազմի գուբերնիայի միջև։ Դե դա ընդունված, փորձված տարբերակ է։ Դա փորձել են Վրաստանում հարևան եւ հաջողություն են գրանցել Վրաստանի պրոռուսական իշխանությունները, հանուն արդարության եկեք ասենք, ինչպես հաղթեցին վերջին ընտրություններում Վրաստանում, հակադրելով պատերազմը խաղաղությանը։
Դե բայց հիմա ասում են, որ եթե դա փորձված է, դա տալիս է պաշտոնավարել, այսինքն քաղաքացիական պայմանագիրը, եթե հունիսի 7-ից հետո շարունակի պաշտոնավարել, երկրում կլինի խաղաղություն, եթե հանկարծ այսպես ասած միավորվեն նախկին ուժերը եւ ձայները հերիքի իշխանափոխություն լինի, ապա կլինի պատերազմ։ Հայաստանի Հանրապետությունում միայն քաղաքացիական պայմանագիրը Սամվել Կարապետյանի, Եգյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն, որ զբաղվում են քաղաքականությամբ։ Հայաստանի Հանրապետությունում կան շատ ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության, տարածքային ամբողջականության, սուվերենության դիրքերից են հանդես գալիս։ Եվ շատ ավելի ռադիկալ են արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում, քան օրվա իշխանությունները։ Իսկով ասած, որ պետք է հակադրել պատերազմը խաղաղությանը։ Սրանց դեպքում կարելի է հակադրել։ Եթե չլինի, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հատուկ ընդգծում եմ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քաղաքացիական պայմանագիր էստեղ դուրս են թողում։ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը ինձ համար նույնական չեն։ Ապա կլինի օրինակ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան տանդեմի իշխանություն, դա կբերի պատերազմի։ Ես այստեղ համաձայն եմ։ Համաձայն եմ, որովհետև նրանք առաջին իսկ օրվանից տորպեդահարում են Հայաստան Միացյալ Նահանգներ ձեռք բերված պայմանավորվածությունները, Թրամփի ուղին, անընդհատ խոսում են տարածաշրջանում արդար ինչ-որ խաղաղության մասին կամ արդարացի խաղաղության մասին, որն է դա այդ բնորոշումը չեն տալիս, ըստ երևույթին պատերազմի մունետիկներ են։ Բայց Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ միայն նրանք չէ, որ զբաղվում են։ Ու գիտեք ինչու՞ է խնդիրը ամենամեծ, որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանությունները հավելյալ կշիռ հաղորդում են Սամվել Կարապետյանի Եգյանին եւ Ռուսաստանի Դաշնությունից կուրացիայի ենթարկվող քաղաքական ուժերին։ Ինչպես հակադարձելով։ Այսինքն առաջարկում եք առհասարակ մեր զրույցի ժամանակ քանի դրույթով ես իշխանությանը հակադարձեցի, քննադատեցի, առողջ քննադատության ենթարկեցի։ Բազմաթիվ, չէ՞։ Կտեսնեք մի падգամավորի, որ հակադարձի ինձ։ Չեք տեսնի։ Ինչու՞։ Որովհետև քաղաքական նպատակահարմարությունը դա չի թելադրում իրենց, որովհետև ես իրենց համար հարմար ընդդիմություն չեմ իրականում։ Հարմար ընդդիմություն է Ռոբերտ Քոչարյանը, որի ֆրակցիայից երբ որ հնչի ապօրինի թմրաշրջանառության մասին հարց, շատ հեշտ կարող եմ պատասխանել, ասել ձեր վրանների տակ չէին մարդիկ գերդոզավորումից մահանում։ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիայից երբ որ հնչի հարց կոռուպցիայի մասին, Սեյրան Օհանյանը կոռուպցիայի մարմնավորում է այնտեղ նստած։ Մատնացույց է սանում։ Երեկ հրապարակվեց, որ նախկին կրթության եւ գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանն էլ մի քանի տասնյակ գույք ունի։ Եվ ոչ միայն Լևոն Մկրտչյանը։ Դրանից առաջ էլ նաեւ Իշխան Սաղաթելյանի մասին հայտարարություն եղավ։ Եվ ոչ միայն։ Ինչի Գագիկ Ծառուկյանը այդ բանը, հա, ազնիվ ճանապարհով հարստացած խոշոր սեփականատերերից է, որ հիմա փորձում է օլիգարխիայի մեջ տեղավորվել։ Եվ մի հարց էլ ըստ ձեզ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ինչպես կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի, մեր երկրի վրա։ Այստեղ էլ Քոչարյանամերձ, Կիրիենկոյամերձ ընդդիմությունը ամեն ինչ ուզում է անի Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային ռիսկեր հավելյալ ստեղծելու համար։ Հանուն արդարության պետք է ասենք, որ արտաքին քաղաքականության դաշտում իշխանությունները հրաշալի աշխատանք են տարել եւ հող են նախապատրաստել իրականում խաղաղություն հաստատելու համար։ Այդ խաղաղությունը փխրուն է եւ պետք է պահպանել եւ հոգ տանել այդ խաղաղության նկատմամբ։ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ այն ինչ որ տեղի է ունենում, ցավալի է իրականում, որովհետեւ մեր հարևան պետությունում այդ ամեն ինչ տեղի ունենում։ Իհարկե մեզ համար փայլուն տարբերակ կլինի ավելի ազատ, ավելի դեմոկրատական եւ ժողովրդավարական Իրանի Իսլամական Հանրապետություն ունենալը, հարևան պետություն ունենալը, բայց մենք տեսնում ենք, որ գործողությունները այնպես չի, որ նախատեսված սցենարով են ընթանում եւ իրենց մեջ նաեւ ռիսկեր են պարունակում։ Այս համատեքստում կարծում եմ մեր անելիքը եւ մեր պետության անելիքը հիմնական այն պետք է լինի, որ պետք է պատրաստվենք, լրջագույնս պատրաստվենք Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն սպասվելիք փախստականների հոսքը կառավարելի դարձնելու հարցում,
պետք է արդեն սկսենք բանակցություններ վարել երրորդ երկրների հետ, որովհետև գիտեք, որևէ մեկը չի կարող բացառել իրավիճակ, որ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունից տարերային կերպով մի քանի 100,000 փախստական կարող է մուտք գործել Հայաստան։ Պատրաստ է մեր պետությունը դրան։ Եվ ինչքանով է պատրաստ։ Այս հարցը պետք է դնել սեղանին եւ այս հարցի շուրջ փորձել լուծումներ գտնել, այս հարցի շուրջ լուծումներ փնտրել, գտնել երրորդ երկրների հետ բանակցել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ սպասվելիք, այդ եկող սպառնալիքը կառավարելի դարձնել միանձնյա։ Մենք պետք է կարողանանք մեր արևմտյան գործընկերների հետ քննարկել նաև այդ սցենարը։ Հիմնական սպառնալիքը Իրանի Իսլամական Հանրապետության կողմից դա է, որ կարող է լինել, իսկ մնացածը դիվանագիտական ճակատում միանշանակ չեզոքություն պահպանել, որևէ պարագայում կողմերից որևէ մեկի ուղղությամբ իրենց ականջին հաճող հայտարարություններ չանել, սпасել իրադարձությունների զարգացմանը, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը հանուն արդարության պետք է ասենք, որ խաղաքարտեր է խառնել եւ աշխարհագրությունը ռազմական գործողությունների մեծանում է գնալով։ Տեսնում ենք, որ մերձավոր արևելյան շատ պետություններ ներքաշվում են պատերազմի մեջ, Իրանի ռեսուրսները առայժմ չեն սպառվում եւ կարողանում է հակադարձել եւ հակընդդեմ պատասխան տալ, Միացյալ Նահանգներից էլ դիրքորոշումը այլ ավելի կոշտանում է։ Սա ինչ է ենթադրում, որ ռմբակոծությունները կշարունակվեն, ընդհանուր դրանք կսկսեն նեղություն տալ խաղաղ բնակչությանը, իսկ այդ խաղաղ բնակչությունը պետքա ելքեր փնտրի։ Ելքերի մասով էլ իրանցիները մեծ ընտրության հնարավորություն չունեն, եթե չեմ սխալվում, այս պահին երկու սահմանային անցակետ է, որ նորմալ աշխատում է, մեկը Ադրբեջանն է, մյուսը Հայաստանի Հանրապետության հետ սահմանային անցակետերն են եւ այդ ուղղությամբ հնարավոր սպառնալիքները պետք է կառավարելի դարձնել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտեմ իմ հյուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։